Հանուն Հոր և Որդվո և Օգնուին Սրբո ամեն։ Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Այսօր չորրորդ հինգշաբթի Քրիստոսի հարութենեն ետք, շարունակելով մեր մխիթարյանագիտական դասախոսությունները նվիրված ընթերցումներու, միշտ շարունակելով Գրահեմ Գրին անգլիացի գրագետի Հովհաննես 20:9 վերջին ծնունդը խորագիրը գրող գիրքին արևմտահայերեն աշխարհապարի թարգմանությունը իմ կողմես, քննարկել է ետք հեղինակի կողմէ շարադրված գիրքի ճակատը, ապա անցած էինք նկատելու այն փոքր ցոնը, որ ես կատարած էի թարգմանության առիթով, և ապա ներածականը, որ սկսած էինք քննարկել միշտ շարադրված իմ կողմես։ Վերջին մեր ներկայացումին խոսած էինք 1986 թվականին, թե ինչպես մշտնջենավոր ուխտադրության բարակային, որով ես պիտի անդամակցեի վերջնական կերպով մխիթարի ուխտին կամ միապանության, հանդիպած էի անձնավորություններու, ինչպես երեց վարդապետները մեկը Սուրբ Ղազարի մեջ խոստովանահայր և հոգևոր առաջնորդ Հայր Խորենտիլիզյան, բայց հատկապես նույն օրվա միապանության արտակարգի ընդհանուր մեծավորը, որ էր լուսահոգի Հայր Ներսես վարդապետ Տեր Ներսեսյան, որ բացի վարչական իր այդ դերակատարութենեն ունեցած էր և ուներ նախապես 1982 թվականին կազմավորմանս համար կարևոր դերակատարությունը կանոնական նորընծայությունը իր հետ ընելով սկսելով, բայց ատկեց առաջ և ետ գնալ հանդիսանալով որպես հայր վարժապետ, այսինքն հայ գրաբար լեզվի, ինչպես մշակույթի գրականության ուսուցիչնի սլալով, ոչ միայն իմ, այլ նաև սերունդներու ամբողջ։ Այստեղ կուզեի բահմը կանգ առնել և անդրադառնալ իր թիմակիցին մասին, այսինքն Հայր Ներսես վարդապետ Տեր Ներսեսյանի, և ասիկա անշուշտ միշտ գրելով և կապ ունենալով մեր այս թարգմանության Գրահեմ Գրինի գործին հետ։ Այսինքն ինչ կվերապերի Հայր